Հիմա ուզում եմ խոսամ ռազմավարության մասին։ Ինչ եք դուք անում ամեն օր։ Առավոտ կոֆե եք խմում, երեխեքին տանում են դպրոց կամ մանկապարտեզ, կիսրարի կիսուրի հետ, զոքանչի հետ հարց ու պատասխան, նույն ճաշ ամեն առավոտ, սասիսկա ձու քաղցր չայ կամ ձվածեղ, նույն գործի, նույն զրույցը, նույն շրջապատը, ու դա դառնում է ձեր ռազմավարություն, որ ուղիղը էլ չի կարող ուրիշ բանկայից մեջ դուրս գա։ Այնա Facebook-ում վիդեո ունենք, որ ճանջերը գցել են բանկայի մեջ, 3 օր պահել, հետո բանկավոր հանել են, իրանք դեռ դուրս չեն գալիս։ Ոչիլներ են, ճանջեր չէ, ոչիլներ։ Հիմա մենք ենք, ամեն օր ինչը անում ես 29 օր, ամեն օր, դա դառնում է քո կյանքիդ ռազմավարություն։ Զիջելն էլ է ռազմավարություն, խիղճն էլ է ռազմավարություն, ամոթն էլ է ռազմավարություն, հետաձգել, հա, աթորը հետևը աթորից չի բարձրացնել, հասկանում եք, то есть դա ռազմավարություն է, ու այդ ռազմավարությունը բերում է ինչին, հարց տվեք, աղքատության, հիվանդության, լարվածության, դպրոցում, համալսարանում, գործի, բիզնեսի մեջ, չի զարգանում, որովհետև դուք մնացել եք նույն անհաջող ռազմավարության մեջ։ Դրա համար ամսի 16-ին տգաք, մենք կփոխենք ձեր ռազմավարությունը, որ դուք ֆինանսի մասին չմտածեք, առողջության մասին չմտածեք, հարաբերության մասին չմտածեք, եթե կին եք, դուք եք ստպելու տղամարդուն, ոնց քեզ վերաբերվի, ոչ սպասելու եք, որ տղեկը ձեզ պաչեն սիրեն, դուք եք ասելու, մազերով խաղալ, մեջքս մասաժը, գրկի ինձ, պաչի ինձ, փող տուր ինձ, բիզնես տուր ինձ, հա, ու դրա համար հետո ձեր երեխեքը անկախ իրանցից ուժը հաջողվում են, որ հետո մաման լավ է, պապան լավ է, okay? Շնորհակալություն, հասեք պոեզդին, այդ գիտությունը նոր է, հասեք այդ պոեզդին, շնորհակալություն։